կապկի կարևորությունն այստեղ կայանում է նրանում, որ ռազմական համագործակցության տեսակետից դա մնում է ուժի մեջ, որքան էլ կազմակերպությունը կարողանա գնալ աճ կամ ձախ, սա մեկ, երկրորդն էլ եթե նկատեցիք այդ օրերին համընկավ այստեղ առաջին անգամ հանրապետությունում անցկացվեց ռազմական արդյունաբերության եւ ռազմական տեխնիկայի ցուցահանդես, դա պատահական չէ, Դե Հայաստանը եւ Ադրբեջանը հիմա գիտեք լրիվ պարիտետ ունեն ինձ թվում է եւ հավասարակշռված եւ հավասար ըստ երևույթին արսենալ կա, հա ավելի մի փոքր երևի Հայաստանի կողմը Իսկենդերը նկատի ունենալով վերջի բանը, բայց ախր մենք մի բան բաց ենք թողնում ուշադրությունից, մեր բոլոր վերլուծաբանները Տեսեք, ստրատեգիական, ռազմավարական չէ, ստրատեգիական զենքը նման իրադրության մեջ չի կարող որևէ դեր խաղալ, ոչ Բաքուն, ոչ Երևան, դրանք չեն կարող օգտագործել։ Դա բացառվում է, գիտեք, ես երբեմն համեմատում եմ այն տեսարանի հետ, որ երկու փիղ հայտնվել են ուրեմն ամանեղենի խանութում եւ իրար հետ ուրեմն կռվում են։ Այդպիսի մի բան կստացվի։ Մենք կարող ենք իհարկե Բաքուն հավասարեցնել հողին, իջեցնել ուրեմն Աբշերոնյան թերակղզին ջրի տակ, բայց նույն բանը, նույն հարվածը կարող են նրանք հասցնել Նախճեվային Հայաստանին։ Այնպես որ ամբողջ խնդիրը նրանում է, որ նման բան չպետք է լինի, որովհետև դա բացի ամեն ինչից կլինի նաև երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը կարող է լինել։